Ինչը ինձ ստիպեց գնալ դեպի ծնողավարություն, փոխել մասնագիտությունս, խորանալ դրա մեջ ու բացահայտել լրիվ մի նոր աշխարհ, դա այն էր, որ ես փնտրում էի պատասխաններ։ Երևի ոչ մի անգամ այսպիսի տարբերություն երեխաներին մեծացնելու մոտեցման մեջ չի եղել։ Մենք ունենք ծնողներ, ովքեր շատ խիստ են, եւ մենք մինչեւ հիմա Հայաստանում պայքարում ենք նրա դեմ, որ երեխաներին չի կարելի ծեծել, բացահայտում։ Երեխան մարդ է։ Իրենք մեղավոր չեն, որ իրենք այդպեսին։ Իրենք ծնվել են մի դարում, որտեղ հենց ծնվել են թե չէ 4 կողմը գաջեթ է եղել։ Երբ երեխան ինքը հասկանում է, այնքան հասուն է, որ ինքը կարողանում է ընտրի, այդ դեպքում շատ բան չունենք անելու, զուտ աջակցելու, ուղղակի փորձել։ Անverջ փորձ։ Ստացվեց, շատ լավ չստացվեց, անեկդոտի նման կգնամ տուն։ Հայաստանում ծնողները երջանիկ են, Օրվա վերջում մենք չենք ուզում խոսել ոչ մեկի հետ։ Մնաց մի քանի ամիս մենք կարող ենք նվիրել։ Այո։ Հիմա ինչ հարց ենք տալիս։ Ողջույն բոլորին, ես Լուիզան եմ Ստաֆերմից, բարի գալուստ Beyond Podcast։ Այսօր սիրով մեծ հաճույքով ներկայացնում եմ ձեզ մեր նոր տաղավարը, հուսով եմ կհավանեք, շատ պետք է խնդրեմ, որպեսզի մեկնաբանություններում նշեք, հավանեցիք մեր նոր տաղավարը, թե հինը ձեզ ավելի դուր էր գալիս, շատ ուրախ կլինեմ եւ շնորհակալ կլինեմ, եւ այսօր ունեմ շատ հետաքրքիր հյուր, ում հետ խոսելու ենք մասնագիտության ընտրությունից եւ հոգեբանությունից։ Այսինքն այդ երկու շատ կարեւոր թեմաները այսօր միացրել ենք եւ շտապում եմ ներկայացնել իմ հյուրին Աննա Վելիցյան։ Աննա ջան, ողջույն։ Ողջույն։ Աննան հանդիսանում է Libra հոգեբանական կենտրոնի ղեկավար, համահիմնադիր, հանդիսանում է Deep Parenting School համահիմնադիրը եւ Deep Parenting podcast-ի host, հա? Հեղինակ եւ վարող։ Հեղինակ եւ վարող։ Այո, այսօր երկու podcast հոստերով ենք, այսպես ասած, վարողներով ենք ու շատ սիրում եմ podcast-ը, շատ կարեւոր թեմաներ եք միշտ արծարծում ու որպես 3 տարբեր սերունդների երեխաների մայրիկ հիմա շատ իմ նման դիտորդներ եւ լսողներ ունի, ոչ միայն մայրիկ, ծնողներ։ Աննա ջան, շատ շնորհակալ եմ իմ հրավերը ընդունելու համար եւ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ պատվի համար։ Սկսենք մեր ավանդական հարցից, մեր էպիզոդների, ինչպես եք ընտրել հոգեբանի մասնագիտությունը եւ ինչն է ձեզ ոգեշնչել կամ ինչն է ազդեցություն կամ ով է ազդեցություն ունեցել այդ մասնագիտությունը ընտրելու հարցում։ Հոգեբանությունը իմ երկրորդ բարձրագույն մասնագիտությունն է։ Ես ավարտել եմ լեզվաբանական ինստիտուտը, լեզուները իմ տարերքն էր, այդպես երազանք ունեի մինչև 30 տարեկան 10 լեզու իմանալ, այդպես տնձվեցի վրա, թե 5-ի վրա արդեն չգիտեմ, որ մեկը հաշվեմ, որը չէ, տենց կանգ ենք առել։ Այսինքն քանի լեզու եք հիմա խոսում։ 4 ազատ, մեկը կիսատ պրատ, բայց հենց ընկնում եմ այդ երկիրը անմիջապես մի 20 օրում, 20 էլ չի, անգամ մի 10 օրում շատ արագ ակցիա, լեզուները հատկությունն է դա։ Հետո տեղավորվեցի աշխատանքի հոգեբանական կենտրոնում, ըստ որում դա մոտ 25 տարի առաջ էր, այդ ժամանակ հոգեբանությունը նոր էր, համարձակ քայլերն անում, մենք համարձակվում էինք ասել, որ այո, կա հոգեբանություն, հոգեբուժություն, պետք է այդ ուղղությամբ աշխատել, դա նույնպես առողջության մի մաս է, հա, հոգեկան առողջությունը։ Այնտեղ իրականացնում էի թարգմանչական, ադմինիստրատիվ աշխատանքներ, մի տարի չանցած հասկացա, որ ուղղակի ամոթ է աշխատել մի ոլորտում, որից դու տեղյակ չես։ Դե քանի որ ունես մի բազային բարձրագույն, երկրորդն ավելի հեշտ է, այնտեղ երրորդ կուրսից են, այն ժամանակ այդպես էր։ Համենայնիվս մոտ տեղյակ չեմ։ Երրորդ կուրսից նստեցի ԵՊՀ, այդպես ավարտեցինք պրակտիկ հոգեբանների մեծ կուրսեր, մոտ 3 տարի։ Ու նոր ինձ զգացի ձուկը ջրում, հետո հենց ասած դուրս եկա այդ հոգեբանական կենտրոնից, ընդունվեցի կրթական ոլորտում ու բարեգործական ոլորտում, աշխատեցի այբ-ում 10 տարի, այբ հիմնադրամ, այբ դպրոց, ու ամուսինս որ միշտ ասում էր, բա ինչ է, որ ասում էին, ինչ ես անում, ասում դե PR, մարքեթինգ, ֆանդրեյզինգ, ամուսինս ասում է լեզվանիկությունը եւ հոգեբանությունը գումարել է իրար, ու մի հատ հետաքրքիր միքս է ստացվել, որովհետեւ PR-ը, մարքեթինգը լայն առումով չասեմ, բայց PR-ը հաստատ թեև մարքեթինգ վաճառքներ բոլորը հոգեբանության վրա հիմնված փաստեր են։ Այդպես եկավ հոգեբանությունը, հետո մի 10 տարի այնտեղ աշխատելուց հետո հասկացա, որ հասել եմ իմ պատալոգին ու որոշեցի ինչ որ սեփական ինչ որ մի բան անել, ու որպես արդեն 2 երեխաների մայր այդ պահին շատ սիրտս կպել էր ծնողավարության, ուղղակի որովհետև անverջ գրքեր էի ընթերցում, որ հասկանամ իմ 9 տարեկան դեռահասի հետ ինչ անեմ, պուբերտատ նախադեռահասության փուլում գտնվող։ Ու հիմնեցի ծնողի դպրոցը։ Մի 5 տարի աշխատելուց հետո հասկացանք, որ պետք է ավելի լայն խոսել դրա մասին, որովհետև երբ տարիներով գործ անում ես ոլորտում, բոլոր մարզերում
տասնյակ հազարավոր արդեն ծնողների հետ, միևնույնն է, ծնողավարությունը մնում է մի կաթիլ օվկիանոսում, այսինքն այնքան գործ կա անելու այդ դաշտում։ Որտեղից ծնվեց ոդքասթը, դե Լիբրա հոգեբանական կենտրոն էլ առանձին հոգեբանական ծառայությունը ոնց որ տենց առանձնացրեցինք ու առանձին մի։ Էլի ուղղվածությունը դեռահասներն են, Աննա ջան, թե ոչ։ Ծնողի դպրոցում, parenting school-ում մենք աշխատում ենք ծնողների հետ, որպեսզի իրենք լինեն երջանիկ ծնողներ, որ կարողանան մեծացնել երջանիկ երեխաների հետ, այնց շատ པարզ բանաձև կա, եթե դու որպես ծնող երջանիկ չես, իրականացած չես, երջանիկ չես, անverջ հյուծված ես, հոգնած ես, շանսը որ դու կմեծացնես երջանիկ երեխա, ինչը բոլորս ուզում ենք, շատ փոքր է։ Իսկ այ Լիբրայում աշխատում ենք հոգեբանական ամբողջ սպեկտրի հետ, մեծեր, դեռահասներ, երեխաներ, զույգեր։ Իսկ ոդքասթի գաղափարը ինչից ծնվեց։ Լսեք, իմ բոլոր գաղափարները ծնվում են մեկ օրում։ Այսինքն ես ուղղակի որոշեցի, որ ես մեկ օրում որոշեցի, որ ես դուրս եմ գալիս իմ 10 տարվա ամենասիրելի աշխատանքից, բարձր պաշտոնից, մեծ թիմի ղեկավարումից։ Հիմնեցի parenting school-ը, ծնողի դպրոցը։ Հետո մի օր որոշեցի, որ իսկ ինչու չհավաքեմ հետաքրքիր մարդկանց ու խոսեմ ծնողավարությունից, որովհետև ոդքասթը տվեց մի բան, որ մենք տարիներով չէինք կարող հասնել։ Դա ահռելի պոպուլարությունն է, այսինքն այդ թեմայի հանրայնացումը, ծնողավարության թեմայի հանրայնացումը, ինչ ասել է ինել ծնող, հիմա շատ ենք լսում դրական, գիտակցված ծնողավարություն եւ այլն, ու ոդքասթը տվեց։ Ես միշտ ասում եմ, գնամ մի ծնողի դպրոց բացեմ, չեղավ հետ կգամ գործի։ Լավ, մի հատ ոդքասթ բացեմ, չստացվեց, կփակեմ, կգնամ։ Այդ առումով չգիտեմ դա որտեղից է գալիս, բայց այդ համարձակությունը մեջս միշտ կա, ուղղակի փորձել։ Անverջ փորձ։ Ստացվեց, շատ լավ, չստացվեց, անեկդոտի նման, կգնամ տուն։ Ծնողավարությունը փոխվում է տարիների եւ դարերի եւ չգիտեմ բազային բաները ոչ, որովհետեւ դրանք շատ ինտուիտիվ կամ բնության կողմից տրված բաներ են, դրանք փոփոխության ենթակա չեն։ Այսինքն երբ երեխան լույս աշխարհ է գալիս, հայրենի թեմա, ճիշտ է տարբեր ձևերով, բայց իրենք անմիջապես դառնում են ծնող ու ինչ որ բաներ, մեխանիզմներ սկսում են աշխատել, հա, անկախ մեր կամքից, ցանկությունից, անգամ գիտակցվածությունից, բայց շատ ձևեր հաղորդակցման երեխայի հետ, շատ արժեքներ ծնող երեխա փոխհարաբերությունների մեջ, թե ինչ ենք փնտրում, ուր ենք ուզում գնալ եւ այլն, անշուշտ փոխվել են եւ ոնց որ ամեն ինչն է փոխվում, դա էլ շատ արագ փոխվում է։ Շատ են հիմա կարծրատիպերը, որ մեր սերունդը, որը որ չգիտեմ, իրանց ավելի քիչ է պետք եղել ուշադրություն, մենք ինքներս մեզ շատ տենց բաներ կան։ Իսկ հիմա երեխեք, հիմիկվա երեխեք, մեր երեխեքա 2000 թվականից այս կողմ Gen Z-ը, հետո իրանից հետո մյուս իրանց շատ ուշադրություն է պետք դարձնել, իրանք մեծ տրավմաներով են կարող են լինել եւ այլն։ Այդ միֆերը միշտ եղել է այդ։ Տեսեք, ամեն ճշմարտություն միշտ երկու երես ունի։ Ասում են ճշմարտությունը միակն է, ոչ, ճշմարտությունը մի քանի տեսանկյունից կարող է։ Ամեն մեկն իր ճշմարտությունն ունի։ Ճշմարտությունն այն է, որ Սովետի թվին արգելված էր խոսել սեփական պահանջմունքներից, երբ դու փոքր էիր, ասել քո կարծիքը, այնտեղ կար, գիտեք, տենց ընդհանուր մեթոդ է, ծնվել ես գնում ես այ այս դպրոցը, հետո այ այս բուհը կավարտես, կդառնաս այ այս մասնագետը, միջինում կունենաս այսքան աշխատավարձ, կգնաս տարին 1 անգամ անապա կամ Սոչի կամ Տուապսե հանգստանալու, վերջ, կյանքը ոնց որ հիասքանչ։ Այսինքն եթե դու այս մասնագիտությունն ես ընտրում, ուրեմն այս բուխն է, ուրեմն այս մասնագիտությունը կյանքդ գծված էր։ Նայես մասնագիտական առումով։ Նույն ձև, այսինքն շատ ռուսերեն բառ կա ցածկծը, ես չգիտեմ հայերեն ոնց են դրան, այսինքն շատ գլուխ չէին դնում, ինչ ես դու զգում, բալիկ ջան, չքարիքներ ունես, շրջանում ես, ինչ պուբերտատ, ինչ պուբերտա, անցել ենք, այսինքն մենք հիմա դողում ենք, ես իմ դեռահասների վրա դեռահասության փուլում, sense որ գիտեմ ինչ ֆիզիոլոգիական, սոցիալական, չեմ հոգեբանական փոփոխությունների է ենթարկվում այդ խեղճը ինքն էլ չհասկանում ես ինչ պատերազմա հորմոնալ իր մեջ ու ոչ միայն հորմոնալ, բայց մենք դա անցել ենք ու առանձնապես ոնց որ տրավմաներ չենք կրել։ Այսինքն մի կողմից միֆ է այն, որ վայ, այն ժամանակ, վայ, հիմա եւ այլն, դե հիմա շատ բան նման է, նույնն է, բոլորս ասում ենք դրա մասին, բայց այն շատ հետաքրքիր բան է, այսինքն մենք հիմա այն սերունդն ենք, ում անverջ նախատել ու հրամայել են մեր ծնողները ու այսօր մեզ հրամայում են մեր երեխաները։ Ոնց որ մենք երկու կողմից sense ճնշված մնացինք։ Մեր բախտը տենց էլ չբերեց, որ բախտը տենց էլ չբերեց։ Դրա համար մեզ հիմա շատ դժվար է ծնող լինելը, որովհետև այն մոդելները, որ մենք ենք տեսել, այլևս չեն աշխատում, իսկ իրենք հաստատ չեն աշխատում։ Հա Gen Z-ի հետ իրենք չեն, այս երեխեքն ուրիշ խմորից են։ Լիովին համաձայն եմ Աննա ջան։ Բայց իրենք մեղավոր չեն, որ իրենք այդպեսին։ Իրենք ծնվել են մի դարում, որտեղ հենց ծնվել են թե չէ 4 կողմը գadget է եղել։ Մենք ունեինք ամառը 2 ժամ մուլտ, причем ամեն ամառ նույն մուլտիկներն էինք նայում, եթե կհիշեք։ Ուշ ունեինք շատ բակ։ Հիմա իրենք
շատ բաներից զրկված են եւ շատ բաների հնարավորություն ունեն, որ մենք չունեինք։ Իրենց մոտ տարբեր է, մենք էլ որպես ծնող բավականին շփոթված ենք իցում այդ առումով, որովհետեւ շատ դժվար է կողմնորոշվել ինչ անել, եթե դու մոդել չունես աչքի տակ։ Հա, շփոթվածը շատ ճիշտ նշեցիք ու դա անդրադառնում է շատ տարբեր բաների վրա, ընդհանուր միջև մասնագիտության, ընտրության եւ այլն, այսինքն ապագայի, որտեղ մենք նույն ձևով ոնց որ ուզում ենք ամեն ինչում օգնել, այդտեղ ենք ուզում օգնել։ Շատ ճիշտ նշեցիք, որ դպրոցը շատ հստակ էր, այսինքն հիմա մի հատ մեծ գլոբալ խնդիր է, որ դպրոց պետքա գնա, իսկ որը տենց ինձ շատ հաճախ զանգում են կամ գրում են իմ ծանոթները, երեխան այս դպրոցն է գնում, դու ինչ կարծիք ես, այսինքն ինչքան շատ ժամանակ ու էներգիա ենք։ Ես ճիշտն ասած չգիտեմ միջև հիմա ճիշտ ենք անում թե չէ, ես ինքս էլ շատ ուշադիր ամեն ինչի մեջ խորացող մամա եմ, ինչքան էլ որ զբաղված եմ, բայց միևնույնն է ես դեռ չգիտեմ մեզ են ճիշտ մեծացրել, թե մենք ենք մեր։ Այդ երևի ինչ որ этап կգա, նոր կկարողանանք ճտերը աշնանն են հաշվում, չգիտեմ կգա այդ երբ կգա այդ աշունը, բայց այն որ միանշանակ չի ոչ մի բան, այդ երևի բոլորս ընդունել ենք։ Աննե ջան, շատ լավ ասեցիք, որ ծնողավարությունը որպես այդպիսին, հա, ոդքասթի միջոցով նաև այդ թեմային ուշադրություն վերցիք, որովհետև երևի ոչ մի անգամ այսպիսի տարբերություն երեխաներին մեծացնելու մոտեցման մեջ չի եղել։ Այսինքն ծնողներ կան, որոնք որ վայ բան տենց ամեն ինչով, ծնողներ կան, որ նույնիսկ այդ սովետական ժամանակի հետ համեմատելով, այն ժամանակ շատ ավելի հստակ էր ամեն ինչ, իրանք շատ ավելի անուշադիր են, շատ ավելի բաց թողած է ամեն ինչ։ Երևի հիմա համաձայն եք, որ այդ անդունդը, այդ գեփը տենց ավելի մեծ է, ինչ եք կարծում, դուք շատ եք շփվում։ Հիմա տարաբնույթ է շատ ամեն ինչ։ Մենք ունենք ծնողներ, ովքեր շատ խիստ են, եւ մենք մինչեւ հիմա Հայաստանում պայքարում ենք նրա դեմ, որ երեխաներին չի կարելի ծեծել։ Իսկ դուք պատկերացնում եք ուր ենք, ու massայաբար, այստեղ 15% չի մնացել, էլի։ Ես ես խոսում եմ 50+%-ի մասին, որտեղ ծեծը ամենօրյա դասիրակչական նորմալ ընդունելի մեթոդ է։ Չխորանանք առանձին թեմա։ Եվ ունենք շատ երիտասարդ ծնողներ 20-ից 30 միջակայքում էսպային, ովքեր ընկել են ծայրահեղության հակառակ փուլում եւ իրենք ամենաթողության դաշտում են։ Երեխաները մեծանում են բացառապես մաուգլիների նման։ Իրենց երեխաները։ Այո, ու իրենք շատ հանգիստ են ու շատ առողջ են դրան վերաբերյալ ունեն իրենց հիմնավորումները, ինչու պետք չի երեխային սահմանափակել ոչ մի բանում, բայց հետո գալիս է մի տարիք, դա մոտավորապես 3-4 երբ երեխան պիտի գնա մանկապարտեզ, ու մանկապարտեզում երեխան բախվում է այլ իրականության հետ, որ այնտեղ կան սահմաններ, կանոններ, որ չի կարելի մերկ ման գալ, որ չի կարելի ումից ինչ ուզում ես վերցնել, որ չի կարելի ամեն ինչին ասել չեմ ուզում, որ չի կարելի խփել, ջարդել, փշրել, թափել, որովհետև ընդունված չի։ Դե հիմա կներեք, նորմեր կան, ստիպված ենք, լավ վատ չենք քննարկում, ստիպված ենք հաշտվել, որտեղ մենք սոցիումի մի մասնիկ ենք, մեր բալիկն էլ իր սոցիումի մի մասնիկն է։ Ու այդտեղ շատ բաներ ստիպված են լինում վերանայել։ Մեծ հաշվով այդ երեխաները, այդ մաուգլի երեխաները, իրենք էքսպերիմենտի մեջ են։ Իրենք սուբյեկտն են այդ էքսպերիմենտի, որտեղ ծնողները չուզենալով անել այն, ինչ լսել են ու արել են իրենց հետ այդ սահմանափակումները, խիստ կանոնները, չափված ձևած ամեն ինչը ոնց սովետի թվին կար, ուզում են անել հակառակ, ընկնում են մյուս ծայրահեղության մեջ։ Ծնողավարության մեջ չանել այնպես ոնց ինչ են ինձ են արել, չստացվեց գիտակցված ծնողավարություն, որովհետև այնտեղ անել ճիշտ հակառակը չստացվեց անել այլ կերպ, հա, գիտակցված բառը այնքան բան իմաստ ունի իր մեջ, հա, գիտակցված ծնողավարություն նշանակում է շատ լավ գիտակցում եմ իմ տվյալ արարքի, խոսքի եւ այլնի հետևանքները իմ երեխայի վրա, թե հիմա եւ թե ինչը շատ կարևոր է հետագայում իր ամբողջ հասուն կյանքի վրա։ Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ այսպես շատ հեղուկոտ է, հա, ինչ որ պահի կգանք ինչ-որ ստաբիլության, բայց այս երեխաների հետ հին մեթոդները չեն աշխատելու։ Նույնը մասնագիտության ընտրության հարցը։ Ես երբ մասնագիտություն էի ընտրում, մայրս մի բան էր ասում, հայրս մի, եղբայրս որ ինձանից մեծ էր, լրիվ ուրիշ։ Ես այսպես խելոք, չգիտեմ, այնտեղ իրանց մեջ իրանք որոշեցին ով հաղթեց, չգիտեմ, իմ բախտը բերեց ուղակի, որ ես ընկա այնտեղ, որ հետո պաշտեցի լեզուները, եւ ինձ համար դա ուղակի հրաշք էր, բայց պատկերացրեք, եթե չէ։ Այո։ Եվ այնտեղ գիտեք ինչ կար առաջ, որ հիմա չկա ու դա իրավ կան հոյակապ է։ Առաջ երբ դու ընտրեցիր բժշկականը, Բրուսովը, չգիտեմ, ԵՊՀ-ի ֆիզմատը եւ այլն, դա ճակատագիր էր։ Այսօր, երբ այդ դպրոցում ենք աշխատում էինք եւ առաջին 2, 3, 4 սերունդը դուրս եկավ, այդ երեխաները ընդունվում էին լավագույն բուհեր աշխարհի, երկրորդ կուրսից, երրորդ կուրսից գալիս ասում էին, «Էս իմը չի»։ Ու դա փոխում էին։ Ու մենք այսպես
սերն, բանը սովետիսը։ Ոնց, չէ, չի կարելի, դա շատ վտանգավոր է։ Ինչ ես, ոչինչ գնամ չէ վրա։ Չէ, ասում էր։ Ու գնում էին 0-ից նստում նոր բուխ, ավարտում նոր, ու հիմա իրենք երջանիկ են։ Աղջիկս անցյալ տարի ընդունվեց եւ մենք այդ ամեն տվայտանքների միջով անցնում էինք, իսկ ինչ դառնա, իսկ ինչ ընտրի, 10-ում եկավ հայտարարեց, որ ինքը քիմկենս, այսինքն քիմիա կենսաբանություն վերջ ուրեմն բժշկականն ենք դիտարկում, ասաց, բայց բժիշկ չեմ ուզում, ասի դա գիտական ինչ որ տենց ոլորտ հետազոտական եւ այլն։ 11-ում եկավ հայտարարեց, որ ինքն ուզում է դառնալ անգլերենի գրականության մասնագետ, խնդիր չկա, համբերատար, լուր, որտեղ գիտեի որ 12-ում լուրջ բան է ասել, 12-ում ընտրեց ինչ-որ բիզնես մենեջմենտ եւ այլն, գնաց ընդունվեց ամերիկյան, չի սիրում ոչ իր մասնակցությունը, ոչ իր ընտրածը, այնքան որ միտեղ պետք էր ընդունվել Իրան այդ պահին ընդունվեց, ու ես շատ լավ հիշում եմ, որ ասացի, որ ոչինչ, չես ուզի, 3 տարի կցու, չես ուզի, գնաս կփոխես, ինչ խնդիր է ընդհանրապես այսօր ստանալ երկրորդ մասնագիտություն, անգամ առաջինը կիսատ թողնելով 0-ից գնալ նստել երկրորդ մասնագիտության վրա։ Իմ համար խնդիր չի։ Հիմա տենց այդ էգզիստենցիալ հարցը մենք պետքա օգնենք, ուղղորդենք այդ մասնագիտության ընտրության հարցում։ Ես օրինակ դուք ինչ եք արել հələ պատմեք։ Ինձ օգնել են, ես ամբողջ տարին իմ համալսարան ընդունվելու, երբ որ այն ժամանակ ընդունված էր պարապելը, ես պարապել եմ տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար, հա, անգլերեն եւ մաթեմատիկա։ Որտեվ շատ էի ուզում, բայց ինչու էի շատ ուզում, որովհետեւ այն ժամանակ շատ պոպուլյար էր այդ մասնագիտությունը։ Այո, բայց ծնողներս որոնք երկուսն են ինժեներներ են, հատկապես մայրս, ասաց, որ արի այդ, հա, արի գնանք տեխնիկական ուղղություն ընտրի, եւ ես ընդունվեցի պոլիտեխնիկ, ամբողջ տարին անգլերեն եմ պարապել, հա, այդ ֆիզիկա չեմ պարապել, մի խոսքով ընդունվեցի շատ ամենաբարձր բալերով եւ շատ ամեն օր շնորհակալություն եմ հայտնում իմ ծնողներին, հետո ԱՄՆ գնացի, սովորեցի եւ այլն։ Այսինքն ես մի օր ուզում էի ռեժիսոր դառնալ, մի օր ուզում էի հոգեբան դառնալ, մի օր ուզում էի հաղորդավար դառնալ, մի օր ուզում էի լրագրում, այդ, հա, ինչը նորմալ է։ Ինչը նորմալ է, այո, ինչը նորմալ է։ Բայց հիմա երբ մեծ տղաս իր մասնագիտությունը ընտրեց, սկզբից քաղաքագիտություն էր ուզում, դիպլոմատ էր ուզում դառնալ եւ այլն, հիմա իրավաբանություն է սովորում եւ իր ընտրությունները։ Այդ իմ ընտրությունը չի եղել։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ երբ երեխան ինքը հասկանում է, այնքան հասուն է, որ ինքը կարողանում է ընտրի, ոնց որ իմ մեծ տղան ընտրեց։ Այդ դեպքում շատ բան չունենք անելու, զուտ աջակցելու, հա, բայց ոչ միշտ է այդպես, ու մեկ-մեկ երեխեքը իսկականից չգիտեն, հատկապես երբ որ 16-17 տարեկան դա պետք է ընտրեն։ Նախ հիմիկվա երեխաները դուք ճիշտ ասիք, իրենք շատ ավելի հասուն են, քան ես էի, երբ այդ տարիքում պատրաստ էի բանտիկ կապել, ես չէի օգտվել մետրոյից 16 տարեկանում պիտի բուխ գնայի, այն ժամանակ 17, ու դա կատաստրոֆա էր, այսինքն այնպես բամբակների մեջ պահած ամբողջ կյանք ուղղորդած մեկը, այսօրվա երեխաները այդպեսին չեն, հա։ Իմ երեխաների վրա եմ նայում, իրենք 10 անգամ ավելի հասուն, գիտակից, բանիմաց, գիտելիքով ու տարբեր հմտություններով զինված են այսօր, քան ես էի իրենց տարիքում։ Երկրորդ, ստիպել իրենց հնարավոր չի ու ճիշտ չի։ Ընդհանրապես ոչի բան ստիպել։ Կարելի է բանակցել, համոզել, դե ծնող ենք վերջին հաշվով միշտ պետք է ասենք, հա, ընտրի բլոգեր դառնալ, ու ընդհանրապես մի գնա դպրոց, հենա տես, մամա ջան ասում է, մի բլոգեր կա կամ պապա ջանը, հենց ինչ միլիոններ է աշխատում։ Իսկ դու քո բարձրագույն երկու կրթություններով, ասենք, այսքան աշխատավարձից չես անցնում։ Այս ծամծմված թեմա է, բայց ինքը շատ սիրուն նկարագրում է այն իրավիճակը, որում այսօր մեր երեխաներն են, երբ պիտի ընտրեն ինչ դառնա։ Ուղղորդելը, նայած ինչ ենք դրա տակ հասկանում։ Ուղղորդել ինձ համար նշանակում է կողքը լինել։ Նշանակում է լսել համբերատար, նշանակում է տեղ տալ, որ ինքը մի քանի բան փորձի։ Փառք Աստծո, այսօր արդեն ավագ դպրոցում երեխաները տարբեր internship-եր են անում, հա, տարբեր գործի տեղերը, տարբեր կամպանիաներում, կազմակերպություններում ամռանը տեղավորվում են, մի քանի ամիս աշխատում են, եւ ավելի հեշտ է ընտրել, ինչ ասել է հոգեբանություն, ինչ ասել է տնտեսագիտություն, ինչ ասել է իրավաբանություն։ Մարդիկ գնում են, տեսնում են ֆիզիկոս, չգիտեմ, ինժեներ, հա, տնայած ինչ են ուզում։ Իրենք արդեն ինչ որ չափով գոնե առնչվել են, գոնե կպել են այդ մասնագիտությանը, գիտեն դա ինչ է։ Բայց լայն առումով ծնողի անելիքն ինձ թվում է թևեր տալն է, այսինքն ուզում ես փորձի։ Բայց տես, այս հետևանքները կա։ Այս հենց բաներ է լինելու, այս դրական ու բացական կողմերը դնել, թուղթը կիսել երկու մասի, գրել դրական այդ մասնագիտության բացականը, որ մարդը պատրաստ լինի ընտրություն կատարել։ Մենք SWOT վերլուծություններ ենք անում աննեջ, խորհուրդ կտամ բոլորին։ Հոյակապ մեթոդ։ Դրեք համ երեխաները կսովորեն վերջնաշրջով SWOT-ը ինչ է, կկարողանան գոնե կողմնորոշվել դա իրենցն է թե չէ։ Մենք պիտի շատ տեղեկություն տալով որևէ դեպքում չպարտադրենք։ Հետները լինենք, համբերատար լսենք։ Այո, հնարավոր է ընտրի մասնագիտություն, փոշմանի 3-րդ կուրսից դուրս գա ուրիշ ընտրի։ Ընտիր,
Խոյակապ, այն ինչ վերցրեց մինչ այդ Իրանն է ամբողջ կյանքի համար, դա ռեսուրս է։ Միանշանակ գիտելիքի հմտությունների, մտածելակերպի աշխարհայացքի տեսքով, այդ թող գնա սովորի մի ուրիշ բան։ Ես այդտեղ խնդիր մեծ հաշվով չեմ տեսնում։ Մի ուրիշ մեծ խնդիր էլ կա, որի մեջ մեր սերունդը հայտնվել է որպես ծնող։ Իսկ մենք ինչ գիտենք 5 տարուց, ինչ մասնագիտություններ են լինելու։ Այսօր կան պահանջված եւ այսօր չի արդեն 10 տարի մասնագիտություններ, որոնք դրանից 10 տարի առաջ անգամ վերբալիզացնել հնար, եթե մեկին ասեիր SMM մասնագետ, դժվար ինչ որ մեկը հասկանար դա ինչ է, չէ՞։ Հա, այսօր հիմա արդեն կան մասնագիտությունների անուններ, որ ես փորում գտնում եմ, որ ասում են AI-ի զարգացման հետ SSS մասնագիտություններն են դառնալու պահանջված, այն փոքրից համար, թեև արդեն նաև մեծ, անգամ ինձ համար, ես փորձում եմ փնտրել հասկանալ, իսկ ես ուր եմ գնալու այդ ցկյանս ուսման։ Ուզում եմ ասել, որ միայն ծնող չէ, մենք որպես մասնագետ ենք դրա մասին անընդհատ մտածում։ Անընդհատ իմ մասնագիտությունն արդյոք մի օր կկորի։ Ես ինչ հմտություններ այսօր պիտի սովորեմ, որ 5 տարի հետո ես պահանջված մնամ, հետ չընկնեմ, որտեվ այս ջահելները, ասենց մեր կրունկների վրա, ասենց հետևներիցս գալիս են։ Ես շատ լավ հիշում եմ, որ թիմում դեռ 10 տարի առաջ նոր աշխատակիցներ էինք վերցնում, մաքսիմալ կողմ էի երիտասարդներին ու այդպես արժեքային հիմք ինձ հետ կիսողներին, որտեվ հմտություն կարելի էր միշտ սովորել, գիտելիք կարելի էր միշտ փոխանցել, ձևը սովորացնել աշխատանքի, կարևորը մարդը ճկուն լինի, բաց լինի, արժեքները ընդհանուր կիսի եւ այլն։ Ու ես հիշում եմ, որ ամեն օր երեկոյան գալիս էի տուն ու սովորում էի մի բան, որ այդ ջահելները գիտեին, իմ աշխատողները, որոնց ես պիտի ասեի իրենք ինչ ան, դե արյու ասա ինչ անեն, թե դու չգիտես, իրենք գիտեն, դու ոչ։ Ու ես անգամ հիշում եմ, որ ծրագրավորում էի անում համակարգչի մեջ, չհարցնեք ինչու, որտեղ ինչ որ քիբորդի վրա չունեի ինչ որ մի կոճակ, թե ինչ որ լեզվի ինչ որ մի նշան, ու ես մտա ու սովորեցի զուտ, որ հանկարծ շատ հետ չընկնեմ։ Հիմա հանձնվել եմ անկեղծած վաղուց հետ եմ երիտասարդներից, շատ բան հարցնում եմ իրենց, դա անում եմ մեծ սիրով, հարցնում եմ իմ աղջկան, պաշտում եմ, երբ այդ պահը գալիս է, որ իրեն պիտի հարցնեմ, ես հիմա սա ոնց անեմ, կամ ես այս խնդիրը ոնց լուծեմ։ Ես ապշում եմ, ինչ փայլուն լուծումներ են տալիս այս ջահելները իմ խնդրին, որ ես գլուխս բռնած, այսպես կիրթ, մեծ, տարիքով, փորձառու եւ այլն չեմ կարողանում լուծեմ, այսենց լուծում է տալիս աղջիկս, որ ես ասեմ, դու ուղղակի բանս գինի։ Շատ հետաքրքիր թեմայի կողմ ենք, հա, գնում։ Իսկ ծնողները ընդհանրապես, ասիք, որ մարզերում եք շատ շփվել, հիմա անընդհատ աշխատում եք ծնողների հետ։ Շատերն են կիսում ձեր իմ մոտեցումը այդ ամեն ինչին, թե ինչ խնդիրներ ունենք այսօր ծնողավարության մեջ, որը վերջում չէ, 10 տարի հետո, 15 տարի հետո վերելու է խնդիրների եւ երեխաների եւ ինչու ոչ ծնողների մոտ։ Պիտի կրկնվեմ, որ դա երկու ծայրահեղությունների խնդիրն է։ Ծնող, որն անվերջ վերահսկում է իր երեխայի կյանքը, պատիժը կիրառում է որպես կառավարելի, վարքը կառավարելի դարձնելու մեթոդ, այդ ծնողը թույլ էլ չի տա, որ երեխան որոշի ինքը ինչ դառնա, ինչ անի, բայց դա մի օր պայթելու է։ Եվ ծնող, ով ամենաթողության լոզունգի տակ, չի որևէ ձև չի ուղղորդում երեխային։ Երեխային պետք է ուղղորդել, երեխային պետք են սահմաններ, մեծ տարիքին, 10 տարեկան երեխային, 18, 25-ն էլ կարիք ունի գասի, մամ կամ պապ, սա ճիշտ է, սա ըստ քեզ, ոնց է։ Ու եթե դու ասում ես, դու բացարձակ ազատ ես անելու ու որոշելու քո կյանքը, այդ երեխաները ավելի դժբախտ են լինում հաճախ, քան նրանք, ում անվերջ վերահսկում են ու թելադրում են ինչ անել։ Ինչու, որովհետև երբ դու երեխային ասում ես ամեն ինչ թույլատրելի է, ամեն ինչ կարող ես անել, այդ թվում մասնագիտություն ընտրել, կողմնացույցները, կողմնորոշիչ ամեն ինչը վերանում է այդտեղ, ինքը չգիտի լավն ու վատը, ինքը չի հասկանում սա ընդունելի կլինի, կամ ընդունելի է հիմա կամ հետագայում կլինի, թե ոչ։ Սրանք կասեն այո, թե կասեն ոչ։ Սա կողջունեն, թե հակառակը միանշանակ չի ոչինչ էլի դառնում։ Մենք ունենք ոսկե միջին։ Երեխային պետք են սահմաններ, երեխային պետք են կանոններ։ Այն կանոնները, որ ամեն ծնող կհամարի, որ ճիշտ է այդ տանը։ Բացառելով բռնությունը դա չի աշխատում։ Ցավոք, պատիժը չի աշխատում, անցյալ օրը չեմ շուն, որտեղ ասի, եթե պատիժը աշխատեր, մենք հոգեբաններով անպայման կքարոզեինք, որ դե մի հատ պատժեք, 7 հատ պատժեք, կդզվի էլի 8-րդին դզվել է, միշտ հիշեք, 7 հատ պատժում եք, անգամ 100 հատ պատժելուց կարող է չդզվի, հա, եթե պատժեինք դզվել, այնքան ոչ մի խնդիր չէինք ունենա։ Դրա համար կա ոսկե միջինը, կա մեր գիտելիքների, մեր փորձառության սահմաններում գիտելիք փոխանցելը։ Էդ էլ չգիտենք, ասենք, օքեյ, տես ես ատամնավորության մասին շատ բան չգիտեմ, ուզում ես դառնալ ատամնավոր, արի մի հատ գնանք, այս ինչան, այս ինչին հարցնենք, կամ իմ ընկերոջը, մորաքրոջը, չգիտեմ, ծանոթին։ Նորմալ է ասել, որ ես շատ բան չգիտեմ, բայց երեխայի հետ միասին այդ գիտելիքը ձեռք բերել, որ երեխան ուղղորդված իրեն զգա։
որտեղ ոչ ծեծը պատիժ ու անverջ ճնշումը, ոչ էլ ամենաթողությունն ու բոլոր կողմնորոշիչ ինդիկատորներից զրկելը երբեք չեն տանի երեխային առողջ, երջանիկ, հանգիստ կյանքի։ Նաև խոսեցիք երջանիկ լինելու, երջանիկ ծնող լինելու մասին։ Հայաստանում ծնողները երջանիկ են, Աննա ջան, ինչ եք կարծում։ Իսկ ինչ է երջանկությունը, Լուիզա ջան։ Չգիտեմ։ Ամեն Մեր երկուսից հոգեբանը դուք եք, հա։ Ես հոգեբան եմ, բայց ես ունեմ իմ երջանկությունը, իմ գոլեգա հոգեբանն ունի իր երջանկությունը։ Երջանկությունը սահմանվում է ամեն մեկի կողմից կամ ամեն ընտանիքում ըստ իրենց արժեքների, ըստ իրենց սկզբունքների, կյանքի հավատալիքների, հավատամքների, չգիտեմ ոնց ասեմ։ Նա չունի մեկ սահման։ Շատ ընդունված է երջանկությունը համարել, երբ դու անverջ ռպտում ես, անverջ ուրախ տրամադրության մեջ ես, բացարձակ չէ։ Երջանկության մեջ դժվարությունները հաղթահարելն է, չէ՞, երբ որ հաղթահարեցիր, այդ պահին ավելի երջանիկ քան դու մարդ չկա։ Կար դժվարություն, կար խնդիր, դու լուծեցիր, լուծումը գտար, երջանիկ ես։ Երջանկությունը ինձ համար կոնկրետ ինքը տենց սինուսոիդ մի հատ գիծ է, որտեղ եւ անկումներ կան եւ վերելքներ եւ անհաջողություններ եւ անհաջողություններից շարքից հետո հաջողության հասնելը նույն բիզնեսում ուղղակի հրաշք է, եթե չլինեն այդ անհաջողությունները, որտեղից ես պիտի վերջապես փորձեմ հասնեմ այդ հաջողության, փորձ լինի։ Երջանկությունը դա ինքնաիրականացված լինելն է, ինձ համար պատրաստ լինելն է հուզական, հոգեբանական առումներով կրել բոլոր ծանր պահերի հետևանքները եւ հանկարծ ինչ չվնասելով եւ դիմացիներին, որտեղ թե զայրացած եմ ես կարող եմ կամ ինձ վնասել կամ դիմացիներին վնասել, բայց եթե ես զայրացած եմ ու գիտեմ ինչ coping մեխանիզմներով կարող եմ դրա տակից դուրս գալ կամ ուղղակի առնվազն նոր հասկացա, որ ես զայրացա եմ, որ հույզը ուղղակի ճանաչեցի, անունը գիտեմ այդ հույզի, դա արդեն ահռելի աշխատանք է, ինձ համար դա է երջանկություն։ Բայց ինքնաիրականացումը շատ կարեւոր է։ Այո, երևի հատկապես մայրիկների մասով ունենք այդպիսի խնդիր այսօր, Աննա ջան։ Շատ մեծ։ Ես հավատում եմ այն մոտեցմանը, որ ամենալավ մայրերը դրանք երջանիկ մայրերն են, բայց այստեղ չգնանք այն ծայրահեղությունը, երբ այդ երջանկությունը շատ էգոիստ եւ ինքնակենտրոն երջանկությունը եւ որը նշանակում է երեխային ամբողջությամբ անտեսել է, հա, այսինքն այդ երջանկության մասին չենք։ Բայց ես շատ հաճախ, ցավոք սրտի դեռ շատ հաճախ այնպիսի կանանց հետ եմ շփվում, ծանոթանում, որոնք որ գոհ չեն իրենցից, ռեալիզացված չեն, ու դա շատ ուժեղ ազդում է հատկապես երևի աղջիկ երեխաների վրա, չգիտեմ, ունեք այսպիսի դիտարկումներ ու ինչա պետք անել, որ մենք ավելի ու պետք է անել, թե չէ, որ մենք ավելի ինքնավստահ մայրեր ունենանք, որոնք ավելի ինքնավստահ աղջիկներ կդաստիարակեն։ Պետք է այդ մեր հասարակությանը առհասարակ։ Շատ պետք է այն, որ մեր մայրերը ժամանակ առ ժամանակ իրենց հարցնեն, ինչի կարիք իրենք ունեն։ Ես այս պրիմիտիվ օրինակ բերեմ։ Մենք ունենք հաճախ ֆիզիոլոգիական կարիք, օրինակ ուտելու, կներեք զուգարան գնալու, բայց մենք դրա ժամանակը չունենք, ավելին։ Ցավը նա է, որ մենք չենք էլ զգում։ Օրգանիզմը կարող է ճչալ այն մասին, որ դու կարիք ունես 5 րոպե պարկելու, բայց ես մայր եմ, ես ունեմ 3 երեխա, այս պահին իրանց պետքա կերակրել, հետո վազացնել ես մի խմբակի, հետո հետ բերել դասեր անել, արանքում ես աշխատում եմ, հեռակա, տանը համակարգչով անպայման պիտի աշխատանքներ անեմ, հələ մի հատ էլ ամուսինս որ տուն գա, ես պիտի շփտամ, որովհետև դրանից շատ բան է կախված, ես կողմ չեմ նրան, որ փթած դեմքով եւ ճենճոտ, ասենք, ինչ որ հագուստով դիմավորել ու ասել, տես ես իսկ կանայք դրա մեջ են ամեն օր։ Այսօր կանայք վառված են բառի բուն իմաստով ու ես ես ասեմ, կանայք շատ ուժեղ են, դուք դա գիտեք։ Ու դա նրանից չի, որ ես պետք է 1000 բան հասցնեմ անեմ գործի մեջ, ես դա հասցում եմ անել։ Կանանց հաճախ, բայց ինձ էլ ինչ որ մասով հյուծում է այն, որ որոշումների կայացման եւ օրվա պլանավորման եւ բոլորին կուշտ հակված դասերն արած հոգալու պարտականությունը միայն կանանց վրա է։ Եվ այդ արանքում ինչ երջանկության մասին ենք մենք խոսում, չէ՞։ Եթե ես անգամ տարական արդեն երջանկություն անեմ։ Չէ, երջանկություն չի, օրվա վերջում մենք շփված ենք։ Օրվա վերջում մենք ոչ մեկի դեմքը չենք ուզում տեսնել։ Օրվա վերջում մենք չենք ուզում խոսել ոչ մեկի հետ։ Այդտեղ օգնության է գալիս գadget-ը, վերցնում ենք հեռախոսը, մտնում ենք ու սկսում ենք անverջ սկրոլ անել։ Անverջ թարթել, որովհետև դա անջատվելու ու օրվա ծանրությունից թոթափվելու միակ ձևն է։ Հիմա պատկերացրեք այդ նույն կինն է, որն ունի օրվա մեջ իր բոլոր նույն անելիքները, իր երեխաների իրենն են, ոչ մեկ պետք չի ու պարտավորել չի վերցնելու հոգ տանել, ինքը պիտի հոգ տանի, ծնող է, ստորագրել է դրա տակ արդեն։ Նույն աշխատանքը, նույն խմբակներին հասցնելը, դասեր անելը, ճաշը եփելը, մտածել թե ով վաղը ինչ է հագնելու, բայց արանքներում ես ասում եմ մի րոպե, ես պիտի մի հատ սուրճ խմեմ։
Քանի րոպե կտանի 5, 7, 10, մի րոպե, 10 րոպե պարկեմ, հետո ձեզ կկերակրեմ։ 10 րոպե ես կարիք ունեմ պարկելու ու ավելի ուրախ դեմքով ու հանգիստ կգամ ձեզ բոլոր կկերակրեմ։ Այդ ուտելիքը ոչ թե sense կդրեմ շիպարակեր, որովհետև պիտի խմբական եմ, ասեմ, արևս այսօր քեզ սարքել եմ քո սիրած այս ինչ ճաշը։ Չգիտեմ, 5 րոպե ուղակի երաժշտություն միացնելու, անջատվելու ամեն ինչից, հագնելու ականջակալները կամ չհագնելու երեխաների հետ թռչկոտալու բարելու։ Այնքան շատ ռեսուրս ենք այդ ամեն ինչից քաղում, որ մենք հերիքում ենք մինչև օրվա վերջ։ Հյուծված մայրը, հոգնած մայրը, սպառված եւ չիրականացած այս ռեալիզացիայի խնդիրներ ունեցող մայրը երբեք չի կարող դասիրակել առողջ ինքնավստահ իր զգացմունքների ու կարիքների հետ հաղորդ մարդ, որովհետեւ դե երեխան տեսնում է, որ էական չի, դու հոգնած ես, տգեղ ես, սիրուն ես, ինքնախնամված ես, ինչ ես դու պարտավոր ես անել, հենց դա էլ ընդօրինակ ծնողավարության մեջ կա մի ոսկե օրենք։ Ինչ դուք կասեք երեխային չեք, թապես էական չի։ Ինքը նայելու է ձեզ։ Եվ երբ որ ասում ենք երեխային պետք են երջանիկ ծնողներ, որովհետև երեխան այդտեղից է սովորում երջանիկ լինելու նախատիպը, որն է, մոդելը որն է։ Դա այն է, երբ ես հանգիստ հանդիպեցի ընկերներիս հետ։ Տունը թափված էր, բայց իմ երկու ամենասիրելի ընկերները 3 ընտանիքով եկան, մենք ամուսնուս հետ նստեցինք կամ կնոջս հետ, մի լավ ժամանակ անցկացրեցինք 1.5-2 ժամ։ Ինքը տեսնում է, որ երջանիկ են։ Հենա, այստեղ մամաս, պապաս բոլորը երջանիկ են։ Փաստորեն, ընկերները երջանկության կարևոր մաս են, հա։ Երբ ես աշխատում եմ, ասեմ՝ մի րոպե, բալիկ ջան, բալիկներ ջան, մի վայրկյան, ես հիմա գործ եմ անում։ Ինձ համար սա կարևոր է, գործ անում եմ, ասենց գոհ դեմքով հետ եմ ընկնում, որ ստացվեց, հա, ինքը տեսնում ասում է, պահո, ուրեմն գործն էլ է կարևոր մաս այդ երջանք, տես մամաս ինչքան երջանք, հա, ինքը հոգնում է, բայց ինքը շատ երջանիկ է իր գործի մեջ, հա, ու այսպես անverջ կարելի է շարունակել։ Դրա համար մենք շատ փորձում ենք ծնողներին ինքնախնամքից խոսել։ Սա դարել է թեմաների թեմա, սիրիր ինքդ քեզ չի նշանակում անտես իր մնացած բոլորին, ոչ, նշանակում է մնացած բոլորին քեզանից առավել չտասես։ Հա, լիովին համաձայն եմ եւ դրանք ավելացնեմ նաեւ իմ անձնական փորձից feedback, այսինքն հետադարձ կապ հարցնել երեխաներից։ Հա, որովհետեւ մեզ կարա թվա, որ մենք ինչ որ բան շատ լավ ենք անում եւ նույն ձև կարա թվա, որ մենք ինչ որ բան շատ վատ ենք անում, վայ, ձախողել ենք, բան շատ վատ։ Ու երբ որ հարցում ես ու իսկապես այդ անկեղծ շփումը կա երեխայի հետ, բարձում է, որ դու լրիվ ուրիշ տեղ ունես աշխատանք անելու, մինչդեռ այնտեղ որտեղ որ մտածում ես, որ չէ, շատ փուլ է եկել աշխարհը, հա, այդքան էլ այդպես չի։ Ես օրինակ անցյալ ամառ բարձեցի, որ իմ երեխաները կուզենային, որ ես մի քիչ ավելի քիչ աշխատեի, բայց ոչ թե նրա համար, որ ես ժամանակ չեմ անցկացնում իրենց հետ, այլ որ ես մի քիչ ավելի քիչ հոգնած լինեմ։ Ու այդ իմ համար, իհարկե դեռ չգիտեմ այդ ոնց պետք է անեմ, դեռ աշխատում եմ, ասում work in progress, բայց ամեն դեպքում այդ ոնց որ տենց մեկ-մեկ արտնացնող տենց կանչ լինի, որ պետքա կապը անպայման պահել երեխաների հետ ու իրանք բոլորից լավը գիտեն, թե ինչ ձև կուզենան մեզ տեսնեն, այսպես ասեմ։ Եվ ինչ ձևի ծնող կուզենան ունենալ։ Տեսեք, շատ իմաստուն բան ասեցի։ Միշտ կարելի է իրենց հարցնել, բալ, ինչը չի հերիքում ինձ ու քեզ մեր փոխհարաբերությունում։ Կամ դու գտնում ես, որ ես բավարար լավ մամա եմ, որտեղ եմ թերանում, իսկ որտեղ ըստ քեզ ես շատ լավն եմ, ու դա ռեսուրս է։ Դա իրոք գիտելիք է։ Եթե մենք որպես ծնող ունենք մենք մեղքի զգացում, որ չենք հերիքում, չենք հասցնում, միշտ այն ենք, միշտ հոգնած ենք, միշտ չի բավարարում, երեխան այնպեսին չի, միշտ փնթի է, միշտ բակից կեղտոտ է տուն գալիս, դասերը անverջ չի անում, ես պիտի հետևեմ եւ այլն, կարելի է իրենց հետ մտնել այդ երկխոսության մեջ ու իրենցից այդ ֆիդբեքը ստանալ։ Դա անչափ կարևոր է։ Անկամ սիրո ձևերը, մենք միշտ ասում ենք երեխային սիրելու ձևերը կարող են տարբեր լինել երեխայից երեխա։ Այսինքն մեկը շատ սիրում է, որ իրեն գրկում ես, պաչում ես, գուրգուրում ես, մյուսը խնդիր ունի, հատկապես այդ դեռահասության փուլ է մտել։ Մի րոպե, ստոպ։ Այն հին ձևերն այլևս չեն աշխատի, հա։ Հարցրա դու ոնց ես ուզում ես ցույց տամ քեզ, որ քեզ սիրում եմ։ Պրիմիտիվ բան, չէ՞։ Նախ մի հատ երկուստ էլ կստափվեք, ոնց, ինչի կարելի է դա հարցնել, ինչի կարելի է դա ճշտել, ինչի կարելի է ինչ-որ բան փոխել։ Մեկը կասի, ես դու ուղղակի լուր իմ կողքը նստես, երբես լավ չեմ։ Չգաս ինձ հարցերով չխեղտես, հա, ինչ ա եղել։ Հա 14 տարեկան եմ, ամեն օր մեկի հետ վիճում եմ, ամեն օր մեկի վրա սիրահարվում եմ, մի արի հարցրու, ուղղակի կողքս եղի, ուղղակի նստի գլուխը դիրուսիս, իրար հետ ցած իրար կողք նստենք։ Մյուսը կարող ասի, ես ուզում եմ դու ավելի շատ ինձ գրկես, պաչես, գուրգուրես, հիմարություններ անենք, խաղանք, վազվզանք եւ այլն։ Երրորդը կասի արի իրար հետ ֆիլմ նայենք, չորրորդը կասի արի գնանք բակ, դու ինձ հետ չես գալիս թափես ման գալ, միշտ պապան ա տանում կամ դայակն ա տանում կամ տատիկն ա տանում։ Արի իրար հետ գնանք մի օր։ Դու կոնը կիմանաս էլի, ասել ձեզ որտեղ ինչ թերություն ունես եւ որտեղ ինչ աշխատանք ունես անել։
ու շատ հետաքրքիր բացահայտումներ են լինում ու խորհուրդ եմ տալիս ու նաև աշխատող չասեմ միայն մայրերի, ծնողների մասով էլ, հա, հիմա շատ ավելի շատ են այն ընտանիքները, որտեղ երկու ծնողն էլ աշխատում է, համեմատած մեր սերունդի, երբ մենք ենք ավելի փոքր եղել, երեխա եղել։ Իսկ դա հավելյալ եւ հիմա ավելի շատ են այն ընտանիքները, որոնք տատիկ-պապիկից առանձին են ապրում։ Այսինքն փաստացի հիմա իսկապես ծնողավարությունը պետքա փոխվի, երբ որ երկու ծնողն էլ ամբողջ ժամանակ դրսում են եւ հիմա ոչ մեկ կեսդուրիկ չեն կեսդուրիկ կամ իրենց կարող են թույլ տալ ֆրիլանս կամ այսինքն անընդհատ երեխաների մոտ լինել, այդ նշանակում է, որ նոր հավասարակշռություն է մի հատ ստեղծվում, որտեղ որ կինը, եկեք էլի կնոջ մասով նայենք, որտեղ ամեն դեպքում դեռ շատ մեծ ճնշումը եւ ծանրություն իրենց վրա։ Համ պետք է աշխատավայրում ռեալիզացվի, համ պետք է ծնող որպես, համ, այդ շատ են ու ինձ շատ հաճախ են հարցնում, ոնց ես հասցնում։ Ես բաներ կա, որի ինքս չեմ անում, ես միշտ ասում եմ, որ այն ինչ որ ես կարող եմ չանել, եւ դա դու չանել նկատի չեմ երեխաներին դաստիարակելու հարցում։ Եվ դրա ժամանակ ծախսել եւ օգտագործել ճիշտ ավելի երեխեքի հետ, այդ անում եմ ու խորհուրդ եմ տալիս շատերին հնարավորության դեպքում։ Էդ էլա տաբու մի քիչ ու էդ էլա դժվար շատերը մտածում են եթե իրանք ամբողջը իրանք չանեն ու ամեն բանում, բայց այդ շատ լավ ասացիք վառված են։ Հիմա ինչ տենդենս տեսնում եք ամեն դեպքում որ կանեք, հա ասում եք որ հիմա շատ բան թեմա է, սովորացնում եք որ սիրեն իրենց, ժամանակ կարողանան հատկացնել, իսկ տարբերություն զգում ենք Աննա ջան։ Հա, տարբերություն կա, որովհետև այդ տարբերությունը հորդում է նաև սոցցեջերից, ամեն բլոգեր կանգնում եւ ասում է, որ շատ կարեւոր է հոգ տանել։ Կամ ասին դե ամեն մեկը մի ձև է հասկանում, մի ձև է իր հոգը տանում, մեկը անverջ, ասենք, քարդարում է իրեն, խնամում է իր մաշկը եւ այլն, մյուս անverջ ճամփորդում է։ Իրենց համար խնամքի ձևերը տարբեր են։ Հա, տարբերություն կա իհարկե, բայց ամեն դեպքում դժվար է ասել գնա խնամի քեզ, երբ տանը ունես խիստ սկեսրայր, երբ ամուսինը ընդհանրապես չի հասկանում ինչու դու տանը չես այն պահին, որ ինքն եկել է տունից դու այնտեղ վարսահարդարի մոտ ես եւ այլն, դա շատ դժվար է, այսպես հեշտ խորհուրդներ տալ չստացվի, էլի։ Բայց ես եւս շատ դժվարությամբ, բայց եկա նրան 2 տարի առաջ, որ եթե ես կարող եմ այդ ժամանակը, որը 8 ժամ տուն եմ, ասենք, հարդարում, կարող եմ մարդ վարձել ու ես ֆինանսապես կարող եմ ինձ թույլ տալ, ով ինձ կօգնի դա անել շաբաթում ենք անգամ, ինչու ես դա չանեմ։ Պրիմիտիվ բան, հա? Կամ եթե ես կարող եմ այս մի գործը խնդրել, որ անի ամուսինս, ինչու չեմ խնդրում։ Օրինակ ինչն է ինձ հետ պահում ասել մի հատ կգաս, ինձ օգնես, ասենք, չգիտեմ, հարթուքի սեղանը բացես, ինձ համար ծանր է դա։ Տարրական բաներից է պետք սկսել, տենց վեհ բաները թողնենք մի կողմ, հա, փոքրից սկսել, իրենք մեծ սիրով դա անում են, գիտեք, չէ՞։ Ում ինչ խնդրել են, մեծագույն սիրով արել են, կարելի է խնդրենք։ Վառված ենք, որովհետև նաև կատարելապաշտ ենք։ Այն ծնողը, ով ունի երեխա, տուն, աշխատանք, ուզում է լինել լավ ընկեր, հասնի իր սեփական ծնողների համար լինել լավ երեխա, իր ամուսնու համար լինել լավ կին եւ այլն, եթե դրան գումարես կատարելապաշտությունը, դա իրոք վառվածության է հասնում, եթե այդ ինդիկատորները չլինի։ Մի րոպե, իսկ ես ինչի կարիք ունեմ այսօր, հիմա ընդհանրապես այս տարի եւ այլն։ Ինչ որ տենց սեփական բաների համար նպատակներ դնելու։ Չվառվելու միակ ձևը դա է, ուղղակի հարցնել, ես այսօր ինչի կա։ Ես ուզում եմ այսօր այս գործը անել, թե կարող եմ, ասենք, վաղը դա թողնել։ Ես այսօր ուզում եմ անպայման ինչ որ առողջ սնունդ ապահովել ամբողջը, թե կարող եմ հանգիստ այսօր մի հատ պիցա պատրաստել, չառնեմ, չպատվիրեմ, լավ, մի հատ ինքս գոնե պատրաստեմ, այդպես ավելի հեշտ է։ Ինձ այսօր այդպես ավելի հեշտ կլինի։ Ու եթե ես ոնց ասացի, հա, լինեմ ավելի խաղաղ, ավելի հաշտ, ավելի հանգիստ ինքս ինձ հետ, ես այդ ամբողջ այսպես թարգմանելու եմ դեպի աշխարհ, հա, ինձանից խորդալու է այդ խաղաղությունը, այդ հանգստությունը, այդ ինքնաբավությունը, այսպես ասած։ Շատ լավ Աննա ջան, հիմնականում մեր էպիզոդները ամփոփում ենք խորհուրդներով եւ կուզենամ դուք էլ կիսվեք խորհուրդներով, բայց դուք ընտրեք ում հետ, այսինքն ապագա հոգեբանների կամ ծնողների, որոնք որ այսօր տենց 10 տարբեր գլխարկներ են կրում եւ ամբողջը ուզում են իսկապես լավ որակով անել, կամ երեխաներին, դեռահասներին խորհուրդներով կիսվենք եւ վերջում մի փոքր անակնկալել ունենք, որ էլի ձեզ պետք է խնդրեմ այդ չեմ զգուշացրել նախորոք։ Ես անակնկալը շատ չեմ սիրում, չէի սիրում։ Հիմա այսօր չես այլ ինքնախնամքի մասին, ես սկսել եմ թուլանալ, ասել արեք անակնկալ։
Խորհուրդ տալը շատ դժվար է, ես կասեմ ինչ աշխատեց իմ դեպքում, կամ հոգեբանները սովորաբար որն են ճիշտ համարում, արդեն ամեն լսող թող իր համար իրենը վերցնի։ Ավելի շատ կխոսեմ ծնողների հետ անշուշտ։ Դու հենց այն ծնողների, ովքեր ունեն մի քանի երեխա տարբեր տարիքի, ովքեր աշխատում են, ովքեր ձգտում են ամեն ինչում լինել անverջ լավը, խորհուրդ համար 1 դա լսել ինքներդ ձեզ այդ պահին կամ ընդհանրապես կյանքում դարձնել ձեր առողջությունը, այդ թվում հոգեկան առողջությունը առաջնահերթություն, հա, եթե ես պիտի ուտեմ արագ 2 բրդուճ ու ավելի կուշտ ինքս էլ գործից եկել եմ սոված ու ամբողջ տունն է սոված ու ավելի կուշտ ու հանգիստ մատուցեմ սնունդը, կերեք թող բոլորը սպասեն, ոչ մեկ չի զոհվի, Աստծուն փառք, դուք կերեք այդ 2 բրդուճը, նոր հետո մատուցեք, դա իմ փորձից եմ ասում, հա։ Երկրորդ շատ չճնշել երեխաներին, դա անչափ կարևոր է, որ տարիքում են նրանք լինեն։ Երեխան մարդ է, բացահայտում, երեխան մարդ է, ինքը փոքր մարդ չի, ինքը կիսատ մարդ չի, ինքը մեր շարունակությունը չի, երեխան առանձին, մեզանից անջատ, ուղակի վերևի ուժերի Աստծո ում կուզեք անվանեք կողմից տրվել է մեզ, որ մենք այդ մեկին պահենք կամ մի քանիսին պահենք, մեծացնենք, մարդ դարձնենք, ոնց մենք ասում ենք։ Եվ այդ երեխան ունի զգացմունքներ, հույզեր, կարիքներ, պատկերացնում եք, որոնք մերի հետ չեն բռնելու։ Դա նորմալ է, որ չեն բռնելու, հատկապես 9-ից հետո, հա, մինչև 9 կամ մի մայր, մի աստված, մի ծնող, 2 ծնող, վերջ, ամեն ինչ իրենց շուրջ է, իրենց ով է պատրաստել լսել, հնազանդվել, խելոք պուպուշ մինչև 4 դասարանում, մեկ էլ 5 դասում, այս ինչ դարձավ, այս ով է, ուրա իմ հին երեխան, դե չկա, ինքն էլ է փոխում, ինքն էլ է 10-րդ դասարանում, մի հատ էլ 9-10-ում, ու դա նորմալ է, իր զարգացման փուլերն են, ու եթե մենք ձև անենք, որ չկա այդպիսի բան, ու միշտ պիտի լինես 3 տարեկանի նման լսող, մենք կկործանենք եւ մեր եւ այդ երեխայի կյանք։ Լսեք երեխային, շատ խոսեք իրենց հետ, իրենք մարդ են, ունեն մտքեր, ըստ որում հաճախ շատ լավ։ Երևի այս 2 հիմնական խորհուրդը ու հենց ծնողներին։ Շատ լավ, եւ անակնկալ է ավելի շատ մեզ դիտողների եւ լսողների համար, Աննա ջան, կուզեմ մեկ հարց ուղեք եւ ասեք մեկ գիրք, որը կուզենայիք թերևս ծնողավարության շուրջ կլինի, նվիրել այդ հարցին, չասեմ լավագույն, բայց իմ եւ ձեր կողմից ընտրված պատասխանողին, որ գիրքը կլինի դա եւ ինչ հարց կտակ։ Ինչը ինձ ստիպեց գնալ դեպի ծնողավարություն, փոխել մասնագիտությունս, խորանալ դրա մեջ ու բացահայտել լրիվ մի նոր աշխարհ, դա այն էր, որ ես փնտրում էի պատասխաններ։ Եվ այն ծնողներին, ովքեր փնտրում են պատասխաններ, որովհետեւ շատերը չեն փնտրում, կարող է թվա ինչի եմ սենց ասում, ցավոք այսօր հայ ծնողների մոտ 80%-ը, ես ես լուրջ եմ ասում, ոչինչ չի, ինքը արտակարգ համոզված է, որ այն ինչ ինքն անում է ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ նորմալ է, վերջ ձևը սա է։ Այն 20%-ն է, որ փնտրում է։ Անգամ 20-ից մի 5-ը վաղուց գտել է, չի էլ փնտրում, մնաց 15-ը։ 15% այդ ամբողջ այդ այսբերգի պատկերացնեք ինչ վերևի մասն է։ Այ իրենց եմ ուղում, իրենց է սա հետաքրիր, այն մնացածը չեն էլ լսում է։ Այ իրենց կասեմ, եթե դուք փնտրում եք, արդեն սկսել եք փնտրել, հանկարծ հասկացել եք, որ ինչ որ բան պակասում է ձեզ, ձեր ու ձեր երեխաների փոխհարաբերություն, ու դուք արդեն մի քանի տարի է գուցե փորձում եք, բայց ոչ մի կերպ լեզու չեք գտնում այդ էակի հետ, որ իր սենյակից դուրս չի գալիս, մի բան էլ վրայից սկսել է ինչ որ տարօրինակ հոտեր գալ, ու բնավորությունն էլ փոխվել է, եթե դուք փնտրում եք ինչ անել երեխայի հետ ցանկացած տարիքում իրականում, ապա կա մի արտակարգ գիրք, 2 հեղինակ ունի, որոնց ազգանունները միշտ կմոռանամ, որտեղ դա բարդ հրեական ազգանուններ են, բայց իրենք ամերիկյան մասնագետներ են։ Գիրքը կոչվում է Ինչպես խոսել երեխայի հետ, որ մեզ լսի, եւ Ինչպես լսել երեխային, որպեսզի մեզ հետ խոսի։ Այդ գիրքը քայլ առ քայլ ամեն օր տանը անելու է, որտեղ այնտեղ նկարազարդ օրինակներով կան այդ հրաշք վարժությունները։ Եվ մի լավ նորություն էլ նա է, որ Հայաստանում առաջին անգամ սկսում ենք ծնողագահության հայալեզու գրքերի տպագրություն։ Շատ հուսով եմ մոտակա ամիսներին նորություն կլինի, եթե Parenting School-ի էջին հետևեն։ Հուսով եմ, որ մնաց մի քանի ամիս։ Մենք կարող ենք նվիրել։ Այո։ Հիմա ինչ հարց ենք տալիս։ Այն 15%-ին ոնց հասկացա։ Երևի այդ իմ խոսքը ամփոփելով, թե գրքի մասին, թե նրա մասին, թե ինչն է կարևոր, հարցս կլինի հենց այդ 15%-ին, իմ ամենասիրած 15%-ն են, ովքեր փնտրում են, եւ կհնչի այսպես, որ ինչ ազդակներից եք դուք հասկանում, որ ձեր ու երեխայի փոխհարաբերությունների մեջ ինչ որ բան այն չի, եւ ուր եք ուզում տանեք այդ փոխհարաբերությունները։ Okay, հասկացել եք, որ ինչ որ բան այն չի, ո՞նց եք հասկացել, ինչից եք հասկացել, ինչ որ բան այն չի։ Եվ ինչը կուզեիք շտկել։ Այդ դեպի ուր կուզեիք, որ գնային այդ այսպես կոչված ծնող երեխա առողջ փոխհարաբերությունները։ Okay։ Շատ լավ Աննա ջան, շատ շնորհակալ եմ։ Beyond podcast-ին
այս թեմային չենք ծնողավարությանը տենց որ մի ամբողջ էպիզոդ նվիրենք, այդպիսի հնարավորություն չենք ունեցել եւ ես ուրախ եմ, որովհետեւ դա մեր կյանքի կարևորագույն հատվածն է եւ չես կարող մնացած ոչ մի բանից առանձնացնել, հա, ոչ կարիերայից, ոչ որպես մասնագետ ռեալիզացվելուց, այդ ամբողջը տենց մի հատ մեծ համակարգ է։ Եվ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք։ Շնորհակալ եմ շատ ձեր ժամանակի համար, անկեղծ կիսվելու համար եւ հավատացած եմ, որ մեզ դիտողները, լսողները տենց իմ նման շատ բան այսօր տարան այս էպիզոդից։ Ես եմ շատ շնորհակալ այս զրույցի համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ մեզ լսելու եւ դիտելու համար եւ եթե հավանում եք այն բովանդակությունը, որը մենք ստեղծում ենք, չմոռանաք բաժանորդագրվել եւ իհարկե սեղմել կոճակին։ Մենք նաեւ շատ շնորհակալ կլինենք, եթե մեկնաբանություններում գրեք, ինչ այլ թեմաներից կցանկանաք խոսալ։ Իհարկե պատասխանեք Աննայի շատ հետաքրքիր հարցին։ Այն ամենը, ինչ մենք լսում ենք եւ ստանում ենք ձեզանից, հավատացեք, որ մեզ ուժ է տալիս, որպեսզի ավելի հետաքրքիր եւ ավելի լավ բովանդակություն ստեղծենք։